Տեսեք ինչ ընտիր, ինչ համով խմորղեն է ստացվել։ Շատ համով, շատ ընտիր։ Ողջույն իմ շատ սիրելի հետևորդներ ջան, հույսով եմ, որ բոլորդ լավ եք սիրելիներս։ Այսօր ինչ ենք պատրաստելու, այսօր միասին պատրաստելու ենք, անունը չգիտեմ ոնց ասեմ, նապաստակի ոնց որ ականջ, հենց խմորեղեն է նապաստակի ականջի նմանվի, ոբշեմ ես տնց եմ ասում, հետո դուք մեկնաբանություններով անունը կտնեք, դե գնացիք սիրելիներս։ Մի կտոր կարակ եմ կտրել ամանի մեջ, մի քիչ հեռու տնեմ, որ երևա։ Ավելացնում եմ համա երկու բաժակից մի երկու մատը պակաս կաթ, ավելացնում եմ մի թափտված դիսերտի կթար, շաքարավազ, ավելացնում եմ աղ մի պտղունց, էլի չեմ բերել դրել մոտս, շաքարավազը մի քիչ էլ ավելացնեմ, որ խմորը լավ թթվի։ Ավելացնում եմ մեկ ճաշի կթար դրոշ, այս բոլորը միասին խառնում ենք և երկու ճաշի կթար ալյուր։ Վերցնենք, հիմա կխառնենք միասին այս բոլորը, կթողնենք մի 10 րոպե կմնա, երբ որ կնանք արդեն մեր դրոշը լուծվել է, արդեն բարձրացել է, որ պատրաստ է խմորը սարքելու համար, վաղ նորից կմիանանք իրար, թողնենք, հանգստանա, թողնենք ինքը հասունանա, սա թողնենք երևի այստեղ, այս շաքարավազը էլ մեզի պետք չի, թողնենք մի կողմ, սա էլ տնեմ, դե հետո կմիանանք նորից սիրելի հետևորդներ։ Սիրելի հետևորդներ, մեր խմորը արդեն եղել է, դրոշը հասունացել է, չմոռանամ, ուր է գտալը մեր, ավելացնեմ 3 ճաշի կթար բուսայուղ, 1, 2, 3 ասպես։ Հիմա երկու հատ ձու ենք ջարդում, այսօր եթե ժամանակ կունենանք, սուրճ կխմենք միասին, եթե չենք ունենա, չենք խմի սիրելի հետևորդներ, կա օր կա, որ ժամը չի հերիքում, ես այդքան սուրճ սիրող էլ չեմ, որը մի անգամը բավական է ինձ համար։ Հիմա այս բոլորը խփում ենք միասին, այսենց
Սիրելի հետևորդներ, ասեմ, որ ես աչքաչափով եմ անում բոլորը ու շատ լավ էլ ստացվում է քասե չափովը։ Հիմա լցնում ենք ալյուրը։ Սովորական փափուկ խմոր ենք պատրաստելու։ Սիրելի հետևորդներ, ես մի քիչ ձեր համբերությունը չշահագործեմ, սիրելիներս, կմիանանք, երբ որ խմորը պատրաստ կլինի։ Սիրելի հետևորդներ, արդեն խմորը դրել եմ սեղանին, սեղանի վրա եմ հունցում, այդպես ձեռքերս ձեթոտեմ, որ չկպնի։ Ձեթոտած լավ է, երբ որ ձեռքերը ձեթոտում ես և խմորի շատ ալյուր չես տալիս և խմորը փափուկ է ստացվում։ Մի հատ չի կպնում, տեսնում եք։ Սա է մեր փափուկ խմորը, տեսեք ինչ փափուկ խմոր է ստացվում։ Հիմա կդնենք ջեռուցը, հիմա այս թավայի մեջ, թավա չէ, այս բանի մեջ ինչ է կոչվում։ Թասի մեջը մի քիչ ձեթ եմ ավելացրել, մի քիչ երեսը, մի քիչ էլ տակը։ Ձեռքերս կվանա։ Հիմա մեր ջեռուցը տաք է, դրել եմ 50 աստիճանի տակ։ Հիմա մեր խմորը կդնեմ, մի 30 րոպե ինքը կհասունանա։ Ես սպասեք սիրելիներս, նորից կմիանանք։ Արդեն ժամանակն է, որ պատրաստենք։ Լավ հունցեք, հպտավությունը ացնի։ Սիրելի հետևորդներ, հիմա կբաժանենք 4 գնդի։ Կդնենք մի կողմի վրա,
Սենց երկարացնում բացում ենք սիրելի հետևորդներ, բացում ենք, որ հետո բաժանենք մասերի։ Բաժանում ենք փոքր գնդիկների։ Սենց գնդերի կբաժանենք ու կշարենք այսպես գնդեր ենք բաժանում, որ հետո բացենք, ինչ որ պատրաստելու ենք ստանանք։ Եվ հաջորդաբար նույն ձևով, որից կմիանանք։ Հետևորդներ ջան, մյուս այդ բանի վրա, այդ ձողի վրա, որ ցույց եմ տալի, ոնց որ պարզ չերևաց, փոխեցի սրա վրա, որ պարզ երևա։ Այսպես, որ պարզ երևա։ Մի գթար հալած յուղ ենք, կարակ էլի, յուղ ասելով իմացեք, որ դա կարակ է, որ համեղ լինի։ Ցանում ենք, հրաղ ենք դնում ու մեկ է շաքարավազն ենք ցանում։ Ու այս եզրերը վրա ենք բերում։ Այսպես։ Այս եզրերը կպցնում ենք իրար, այստեղ էլ ենք կպցնում, այս ծայրամասը, ու այս շերտը այսպես վրա ենք բերում, հենց այդ կարի վրա, ու սենց սխնում ենք ստեղ, ու դանակով կտրում ենք։ Դանակը էլի եմ ասում, պետքա սուր լինի, որ բացի, տեսնում եք ինչ սիրուն բացվեց, տեսակ ինչ սիրուն բացվեց, ու շարում ենք ջեռուցի թավայի մեջ, այսպես շարում ենք, դե որպեսզի ես ձեզ շատ չձանձրացնեմ, կմիանանք, երբ որ պատրաստ լինի բոլորը։ Սիրելի հետևորդներ, մի 30 րոպե թողեցի ջեռուցում, 50 աստիճանի տակ, տեսեք ոնց է բարձրացել, հիմա ինչ ենք անում։ Հիմա կաթ եմ քսում երեսին, այս հազը չի անցնում, այ մարդ ինչ անում եմ, չի անցնում, չգիտեմ ինչ անեմ սա ես, վայ, հոգիս դուրս եկավ,
Այսպես կաթ ենք կսում։ Սիրելի հետևորդներ, հիմա շաքարավազ եք ցանելու, այսպես։ Հիմա կդնեմ ջեռոցը 180 ջերմաստիճանի տակ, եւ տակ եւ գլուխ։ Սիրելի հետևորդներ, դա մեր խմորեղենները թխվեց։ Տեսեք ինչ լավ փափուկ ստացվել է։ Համն էլ շատ համով, ասա որ կարակով է պատրաստած լինում, կաթով, կարակով, կարող է համով չլինի։ Սա է մեր խմորեղենը։ Սիրելի հետևորդներ, սա է մեր այսօրվա աշխատանքը։ Խնդրում եմ գնահատել։ Տեսեք տեսքը։ Լամնատեսած հացրացնեմ, որ ավելի լավ երևա։ Ինչ կասեք։ Շատ քամով, շատ քաղցր խմորեղեն ա եղել, ստացվել, սիրելիներս, բայց այս խմորեղենի անունը դուք եք դնելու, տեսնեմ ինչ եք ասում։ Ես նմանացրի նապաստակի լոշտակ ակաժների նման։ Այն որ չբուրաշկե կալինում է, սենց ակաժները ցից-ցից։ Ես նրա հետ համեմատեցի, դուք ինչ անուն կդնեք, թողնում եմ ձեր վրա։ Սիրելի հետևորդներ, այսօր էլ վերջացրեցի իմ հոլովակը, ուզում եմ շնորհակալություն հայտնեմ բոլորիցդ, որ մինչև վերջ հետևեցիք ինձ, խնդրում եմ բաժանորդագրվել, լայքել, չմոռանալ զանգակ կոճակը, սիրելիներս, ես ձեզ շատ սիրում եմ, կհանդիպենք հաջորդ հոլովակին, ստեսություն ձեզ։